Այսօր ես ձեզ ուզում եմ տալ իմաստուն Սողոմոնի գլիֆներից մեկը, որը շատ արագ աշխատում է եւ շատ անվտանգ ու արդյունավետ է։ Քանի որ իմ էջը շատ կարճ ժամանակում, սիրվեց շատ-շատերի կողմից եւ իսկապես գիտեմ, որ շատ մարդիկ են սպասում նոր նյութերին, թե ես երբ նոր նյութեր կտեղադրեմ։ Ես ուզում եմ ասեմ, որ շահեկան վիճակում եք գտնվում այս պահին դուք, որովհետև իմ էջում ես կարող եմ տալ եւ տվել եմ ու տալու եմ, շարունակելու եմ տալ հետաքրքիր խորհուրդներ եւ տեխնիկաներ ձեր կյանքի որակը բարձրացնելու համար։ Ուրեմն գլիֆը որ պետք է տամ, դուք այն կարող եք ակտիվացնել ձեր աջ դաստակի վրա, կարող եք ակտիվացնել թղթի վրա եւ այրել թուղթը, իսկ ձերքի վրա կարող եք պահել այնքան ժամանակ, մինչև որ կկատարվի ձեր ցանկությունը։ Ուրեմն գլիֆը այսպես է կոչվում, չգիտեմ որտեղից, չգիտեմ ոնց, բայց ինձ հարկավոր է այսքան գումար։ Գումարը պետք է նշել խելամիտ, ամենասկզբից, երբ որ դուք նոր սկսում եք նման բաներով զբաղվել, պետք չէ ինչ որ կլորիկ գումար պահեք ձեր մտքում համեստ գումարի չափ, երբ որ կկատարվի ու դուք կլինեք արդեն բավականին լավ հարաբերություններում այս գլիֆի հետ, կարող եք պահել արդեն ավելի մեծ, ավելի կլոր գումարներ, որովհետև ուժերը ագահություն չեն սիրում, նորից եմ կրկնում։ Սա ձեր համար շվեյցարական բանկը չի եւ ոչ էլ օդից թափվող գումարը։ Այստեղ կլինի ձեզ հնարավորություն աշխատելու այդ գումարը։ Հնարավոր է պարտքի վերադարձ տեղի ունենա։ Նույնիսկ հնարավոր է, որ դուք գտնեք կամ ինչ որ մեկը ձեզ գումարի տեսքով նվեր տա։ Դրա համար գցում ենք իմաստուն Սողոմոնի գլիֆը։ Ես կուզենայի տեսնեիք, ոնց է գծվում, որպեսզի դուք էլ այդպես անեիք։ Կարող եք նույնիսկ այս հատվածից սկսել եւ սա ավելի ճիշտ կլինի։ Գլիֆը պետք է ակտիվացնեք ձեր օծանելիքով կամ օղիով եւ տալ իրան հրաման, Այս գլիֆի օգնությամբ ես ուզում եմ ունենալ այսքան գումար, չգիտեմ որտեղից, չգիտեմ ոնց, չգիտեմ ում միջոցով, բայց ինձ հարկավոր է այսքան գումար։ Գումարի չափը պարտադիր նշում եք։ Ցողում եք վրան ոգելից խմիչքով, այն տալիս եք կրակին։ Կրակի էներգիային տալու ժամանակ անպայման նշում եք ակտիվացիր։ Մոխիրը դատարկում եք փողոցում, պատուհանից դուրս եւ սպասում եք, որ գումարը ձեռք բերեք։ Ձեռքի վրա ակտիվացնելու ժամանակ պարզապես կարող եք օղիով ցողել կամ 3 անգամ փչել, շնչել, արտաշնչել ձեր ձեռքի վրա եւ ասել ակտիվացիր։ Աշխատող տարբերակը միանշանակ եւ սա ես չեմ հորինել, սա իմաստուն Սողոմոնի գլիֆներն են, արքա Սողոմոնի եւ մի փոքր ուղակի այդ գիտելիքից ես ուզում եմ կիսվեմ ձեր հետ, որպեսզի դուք էլ բարելավեք ձեր կյանքի որակը։ Կարող եք գրել օրինակ էլ ինչի մասին կուզենայիք, որ ձեզ տայի տեխնիկաներ, որպեսզի կարգավորեիք այդ հարցերը։ Ես սիրով կպատասխանեմ ձեր մեկնաբանություններին։ Այսքանը։